these people. Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում։ Ես այնտեղ դատվել եմ որպես հայ, թշնամի, որի իրավունքները ընդհանրապես չի պաշտպանվել։ Բռնապետական Բաքվի գոյություն չունեցող դատական համակարգը համեմատել է Նյուրնբերգի հետ։ Ղարաբաղի ժողովրդին եմ ասել, որովհետև ասում են, բա վերադառնանք, ես ասում եմ դա իրատեսական չի։ Դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար։ Ֆրանս 24-ին տված հարցազրույցում Ալիևը ըստ էության բացառել է Բաքվում ապօրինաբար պահվող եւ վերջերս շինցուգործերով դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների ազատ արձակումը։ Որքանով է սա համահունչ խաղաղություն հաստատելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Առհասարակ խաղաղության գործընթացը եւ գերիների ազատ արձակման գործընթացը որևէ կերպ չէր կարելի բաժանել իրարից, դրանք միևնույն գործընթացն են, այստեղ Հայաստանի իշխանությունների մեծ սխալն է, որ իրենք այդ գործընթացները բաժանել են, այսինքն առանձին բանակցություններ ենթադրվում է, որ վարում են գերիների թեմայով, առանձին խոսում են խաղաղությունից, այդ գործընթացները փոխկապակցված գործընթացներ են եւ այդ առումով պետք է շատ ավելի ճիշտ դիրքավորում վերցնել, իսկ Ադրբեջանի նախագահի խոսքը հնչող հարցադրումը այնպիսին էր, որ ցույց է տալիս, որ Ադրբեջանը իրապես գում է իր նկատմամբ միջազգային ճնշում այդ հարցի հետ կապված եւ շարունակում է իր հին քաղաքականությունը փորձել այդ մարդկանց հանիրավի պատկերել որպես հանցագործներ, ոճրագործներ, նույնիսկ օգտագործում են նացիստներ տերմինը, բայց այստեղ մի շատ պարզ տրամաբանական հարց կա, եթե Ադրբեջանը ունենար փաստական հենք այդ մարդկանց նման ծանր հանցագործությունների մեջ մեղադրելու համար, ապա հենց ինքը շահագրգիռ կլիներ, որպեսզի միջազգային իրավական այցաններում ապացուցվեր թե Հայաստանի Հանրապետության, թե այդ մարդկանց մեղավորությունը, բայց Ադրբեջանը, ինչպես գիտեք, ընդհակառակը պայման է, նախապայման է առաջ քաշել խաղաղության պայմանագրով, որպեսզի հայցերը հետ քաշվեն։ Եվ ինչ հետաքրքիր, ինչ որտեղ անհեթեթ իրավիճակ է ստեղծվում, փաստացի Ադրբեջանը, որը փորձում էր այս ամբողջ ֆարսային դատավարությամբ այդ մարդկանց եւ մեզ պատկերել որպես նացիստներ եւ հանցագործներ, ճնշման է ենթարկվում այսօր միջազգային հանրության կողմից այդ մարդկանց ազատ արձակելու հետ կապված։ Ալիևը խոսելով Արցախի ղեկավարության դեմ ուղղված մեղադրանքների եւ դատաքննություն կոչվող բեմադրության մասին զուգահեռներ է անցկացրել Նյուրնբերգյան դատավարության հետ Արցախի առաջնորդների իբր հանցանքները որակելով ավելի ծանր, քան նացիստական պարագլուխներինը։ Ալիևը օգտվում է առիթից, որ իրեն հակադարձող չկա։ Այդ տերմինը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը եւ ողջ ադրբեջանական մամուլը կիրառել է մեր հայրենակիցների նկատմամբ եւ այդ ֆարսային դատավարությունների նկատմամբ առաջին իսկ օրվանից, երբ դրանք մեկնարկել են անցած տարվա հունվար ամսից։ Ուստի դա տևական ժամանակ շրջանառվում է Ադրբեջանի կողմից, այո, Ադրբեջանը օգտվում է այն հանգամանքից, որ իրեն հակադարձող չկա, որ իրեն ռազմական հանցագործությունների մասին հիշեցնող չկա, որ ինքը կարող է գնալ տարբեր մրցանակաբաշխությունների ու ներկայանալ որպես խաղաղության ճակերտավոր աղավնի, այսինքն այն բոլոր փաստերը, որոնք կան Ադրբեջանի ձեռնարկած բավականին վտանգավոր քայլերի հետ կապված, դրանք չեն հնչեցվում, չեն բարձրաձայնվում կոնկրետ իշխանությունների կողմից, եւ այդ տրամաբանության շրջանակներում Ալիևը հանդգնում է նման տերմիններ օգտագործել մեր հայրենակիցների նկատմամբ։ Ժամանակին հայկական իշխանությունները ադրբեջանցիների Հայաստան վերադարձի թեմային հակադարձում էին Բաքվից, Սումգայիթից ու այլ քաղաքներից գաղթած հայերի վերադարձի հարցը բարձրացնելով։ Այժմ արցախցիների վերադարձի հնարավորությունը Ալիևը կապում է 100 հազարավոր ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու հետ, վերջիններիս անվանելով արևմտյան ադրբեջանցիներ։ Արցախի էջը փակելուց զատ ինչ խնդիր է փորձում լուծել Ալիևը։ Առաջին անգամ Ադրբեջանի ղեկավարը մեր պետությունը կոչել է Արևմտյան Ադրբեջան 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, 2 ամիս այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Ուստի համադրել այդ երկու խնդիրները բավականին անդրամաբանական է, որովհետև ճիշտ հակառակն է տեղի ունեցել, երբ Հայաստանի իշխանությունները գնացել են այդ թեմայի փակմանը ենթադրաբար, Ադրբեջանը բացել է նոր տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Խնդրահարույց է, որ հենց նույնը Հայաստանի իշխանություններն են անում նման համեմատություններ Արցախի հիմնահարցի եւ Արևմտյան Ադրբեջան կոչվող զավթողական կոնցեպտի միջև։ Ինչու եմ ասում, որովհետեւ եթե Ադրբեջանը ուղղակի խոսեր խորհրդային Հայաստանում ժամանակին ապրած ադրբեջանցիների մասին, դա կլիներ փոքրինչ այլ բնույթի եւ բովանդակության խոսակցություն, բայց մեր պետությունը կոչել Արևմտյան Ադրբեջան եւ հանդգնել անգամ այդպիսի տերմինաբանություն կիրառել միջազգային հարթակներում եւ լրագրողների հետ զրույցներում, դա խոսում է հայկական դիվանագիտության եւ քաղաքականության լուրջ բացթողումների մասին։ Հակառակ դեպքում Ադրբեջանը որևէ ձևով չէր հանդգնի նման հստակ ծավալապաշտական տերմինաբանություն կիրառել։ Բաքու TV հեռուստալիքով հեռարձակվում է Արևմտյան Ադրբեջանի քրոնիկա հաղորդաշարը, որտեղ Հայաստանի ինքնիշխան տարածքը անվանում են ադրբեջանական հող։ Հայատյացությունն ու Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումները դպրոցներում ուսումնական ծրագրի անբաժանելի մաս են։
ինչին է իրականում նախապատրաստում սեփական հասարակության Ալիևը, ով արտաքին լսարանի համար խաղաղությունից է խոսում։ Իրականում շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանի հասարակության ներսում, եւ դրա համար ես անձամբ զբաղվել եմ Ադրբեջանի դասագրքերի ուսումնասիրությամբ, որոնք նշեն, որ փոխվել են 2020 թվականից հետո, այսինքն այդ դասագրքերի բովանդակությունը որոշակի փոփոխություն է կրել։ Նախ իրենք ավելացրել են հատուկ դասաժամ, որը կոչվում է հաղթանակի պատմություն եւ ամբողջությամբ նվիրված է Ադրբեջանին, եւ բացի դրանից 5-րդ դասարանում ադրբեջանցի երեխաները առաջին անգամ բացում են պատմության դասագիրք եւ անցնում են պատմություն, եւ այդ պատմության դասագրքում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը կամ նշում են հայկական ԽՍՀ-ն իրենց պատմական հողն է եւ այս տրամաբանությամբ մի ամբողջ ցերունդ է մեծանում։ Ընդ որում ասեմ, որ նույնիսկ նախադպրոցական կրթական հաստատությունների ուսումնասիրությունը, դասագրքերի, հեքիաթների ուսումնասիրությունն է ցույց տվել, որ Հայաստանը ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք։ Նախ նշեմ, որ սա որևէ պատմական հիմք չունեցող, որևէ տրամաբանական, փաստական հենքից զուրկ պնդում է, որը հստակ սավթողական նպատակներ է հետապնդում։ Եթե պետությունը եւ պետության ղեկավարությունը ձգտեր խաղաղության, ապա երբեք որևէ կերպ շրջանառության մեջ չէր դնի այս հայեցակարգը, ոչ միայն չէր դնի, այլև ակտիվ չէր տարածի այն։ Խոսվում է Բաքու TV-ի հրապարակումների մասին, բայց նույն Ադրբեջանի լրատվական, պետական լրատվական ազարթաճ գործակալությունը ամենօրյա մակարդակով երբեմն օրական 1-2 անգամ հրապարակումներ է անում, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանական հող։ Սա հստակ խոսում է պետական քաղաքականության մասին, պետության ղեկավարությունը ռեսուրս, փող եւ միջոցներ է դնում դրա համար, դա նշանակում է, որ դա լուրջ ռիսկեր է պարունակում եւ այդ ռիսկերը չի կարելի թերագնահատել։ Ես կարծում եմ այդ քաղաքականությամբ Ադրբեջանի ղեկավարը առնվազն ունի միտումներ հետագայում փորձել հարցեր առաջացնել հայերի Հայաստանում բնակվելու հետ կապված, առնվազն իր քաղաքականություն դրա մասն է խոսում։ Ալիևը օրես համահրանքով է արտահայտվել խաղաղության խաչմերուկի մասին, նշելով, թե Թրամփի օրոք գործարկվել է թրիփը, երբ վերադառնա Բայդենը կվերագործարկի խաղաղության խաչմերուկը։ Այս հայտարարությամբ Ալիևը մերժում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, նպատակ ունենալով ստանալ միայն Նախիջևանի հետ կապի հնարավորություն։ Միանշանակ Ադրբեջանը ցանկանում է առաջնահերթ ստանալ Նախիջևանի հետ կապի հնարավորություն եւ թրիփի հետ կապված Ադրբեջանը, Հայաստանը եւ ամերիկյան կողմը ես կարծում շատ տարբեր բաներ են հասկանում, ճիշտ է, բանակցությունները ընթանում են, փորձում են համաձայնության գալ, բայց օրինակ առաջնահերթ ամերիկյան կողմի համար երկաթուղին է։ Ադրբեջանը հասկանում է դրա հետ կապված ճանապարհը, ինչպես ինքն է պնդում, անխոչնդոտ ճանապարհ։ Այսինքն տարբեր ընկալումներ կան դրա հետ կապված, որը հետագայում կարող է որոշակի ռիսկեր առաջացնել, առնվազն քանի դեռ Թրամփը գտնվում է օվալաձև սրահում, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարում է Թրամփը եւ նրա անունով է կոչվում այդ ճանապարհը, կարծում եմ այդ խնդիրները կարող են հարթվել։ Բայց 3 տարի հետո ինչ իրավիճակ կլինի եւ ինչ հարցեր կառաջանան եւ ինչ քայլերի կգնա Ադրբեջանը, դրա հետ կապված պետք է ռիսկերը ճիշտ հաշվարկել, հաշվի առնելով Ադրբեջանի վարած թե տեղեկատվական, թե դիվանագիտական, թե ընդհանուր ռազմական քաղաքականությունը։ Այդ ամբողջ տարբեր գործոնների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առնվազն այս պահին Ադրբեջանը շարունակում է չբացառել հնարավոր ռազմական սցենարը։